Ողջույն մեր շատ սիրելի բարեկամներ, բաժանորդներ ջան։ Նորից միացել ենք ձեզ, դուրս ենք եկել տանից, ուր ենք գնացել։ Առանց ձեզ գնացել ենք, բժշկի ենք գնացել, հերթական ստուգման, նրանից հետո մտել ենք Lidl, էլի առանց ձեզ ենք մտել, որովհետև մի փոքր գնումներ ունեինք կատարելու։ Այսօր երևի գնումների օր է մեզ մոտ։ Հիմա գնում ենք մյուս խանութը, երևի Մերկադոնա ենք գնալու։ Դե ուր գնանք չգնանք, ուր գնանք չգնանք, հաստատ Մերկադոնան գնալու ենք։ Հիմա տեսնենք, որոշենք, որ խանութն է ավելի հարմար, կգնանք այնտեղ, այս անգամ եթե Մերկադոնա գնացինք, ձեզ էլ մեզ հետ միասին կտանենք։ Մերկադոնա այսօր մեր մոտ խանութների շարք է։ Խանութների օր է, այո։ Խոսքով հիմա տեսնենք տեղից մեր առևտրը չենք վերջացնում։ Չի ստացվում, հաստատ չի ստացվում մի տեղից գնումներ կատարել, որովհետև մի խանութում մյուս ապրանքն է, այն մյուս խանութում մյուս ապրանքն է, մի խոսքով ստացվում է, որ մի քանի խանութ մտնում ենք անպայման։ Մի խոսքով տեսնենք, որ խանութն է, ձեզ էլ մեզ հետ այս անգամ խոստանում եմ կտանենք։ Retire el tiquet, si us plau. Retire tiquet. Gràcies. Pot passar. Ջան, մենք եկանք իհարկե Մերկադոնա, հասանք Մերկադոնա, տեսնենք ինչ ենք գնելու։ Այստեղ արդեն Հալոյենի համար կոնֆետները բերել են, նշում են Հալոյեն։ Սրու կտրտենք։ Երկու հատ։ Քանը դուզին։ Մի հատ վերցնենք, կամ երկու հատ դականից։ Չանց ոնց որ տանը ունեինք, բայց երկու հատ վերցրու։ Մանր չի սունկը։ Մանր եմ ուզում վերցնեմ, Չի համար, մարինադեսնենք, թե վերցրու, Lidl-ում չկա սունկ, այսի մեծ օտար ես։ Մեծ էրուկան, ինձ էլ ավելի մանր էր պետք։ Կա, չկա ավելի մանր, ով է էլի, ճիշտ է, մանր ավելի լավ է։ Չէ՞։ Թիզը շատ համով էստեղ է։ Լավն է մեծ։ Հինու է, ով էլի խոշոր է։ Դե հինը նայի, ոտը չէ։ Չէ, դե նորմալ է։ Փոքր են բանանները, սիրում եմ ինչ մեծոտ ու շատ հասած չլինի, ավելի կանաչոտ բանան։ Չկա ուրիշ ընտրություն ոնց որ վերցնենք ես։ Այստեղ հյութ ենք քամում, նարնջի հյութ։ Նարնջը վերևն է, այդպես գցնում են, գերավեն կողմից դուրս է գալիս, այստեղ է հյութը քամում, մաթար, նարնջի հյութ։ Սա արդեն 100%-անոց։
Ահա, մեր ձեռով կամած նարիճ է։ Վերջ։ Վերջ, այսքանը արժե 370։ Այստեղից էլ վերջացրեցինք, հիմա ուր են գնում։ Հաջորդ խանութ են գնում։ Հաջորդ խանութ են գնում ժողովուրդ։ Խանութների օրը միասեք։ Մենք երեկոյան տուն կհասնենք։ Խորովոդկանից դուրս ենք եկել, չէ, ցերեկվան էր։ Եվ այսպես հարգելի բաժանորդներ, հաջորդ կայարանը Carrefour։ Carrefour, Carrefour, այստեղ ասում են։ Հա, մեր մոտ ասում են Carrefour։ Carrefour, հա, հայերեն Carrefour։ Հայաստանում Carrefour են ասում։ Մի խոսքով գնացինք հիմա էլ Carrefour։ Բիբար։ Հա, մեծ ո։ լավն է, մսուկ բիբարներ են։ Հարցն է, 29-ն։ Մեր ծիծապներից նույնը չէ, ասեն բիբարներից։ Բայց ոնց նա վերցրու, բայց հատուց չկտրող որ կարող լինի։ Հա, չի տոչ։ Ես չեմ մտածում, որ գծի ալինելու։ Տեսակ մենք սեն սորտ ունենք, չէ, Սիմիրենկո։ Սիմիրենկո էր կոչվում, շոտ համով խնձորը, բայց դեսի։ Mənə դոլն եմ իդում, համով ու համով չի։ Հաստատ Սիմիրենկո չի հաստատ, ու իր համնը չի լինի Սիմիրենկոյի։ Մալաչա է այդ։ Չէ, մալաչա չի։ Մալաչա պաստ է, մալաչա տանձ։ Չէ։ Այդ տանձերը համով են լինում։ Տեսքը լավը չէ, բայց համով է լինում։ Ստը բանան ավելի է, ժաներ ծմերուկ։ Լավ զոն չի գալիս։ Ոտիշ տանջված եմ իտես ենք։ Հա, դե քերած է։ Ովերով։ Ոչինչ, հա։ Հա, հələ փորձենք։ Այն անգամ ստեղ բան կար, մանդարին կար նոր։ Էսի չի, կանաչա։ Այն համղատը չէր, լավն էր։ Գորակները։ Ստեղ չկար լավ գորակից։ Պրեզիդենտա Միրպակ։ Չէ, մի հատ ուրիշ տեսակի կարակ կար, շատ լավներ լինում, չէ, չկա, ստեղ բանում է, էսկլատում է։ Ռոման ասում են լավն է, 3 հատ վերցնում ես, 2-ի գնով ակցիա են։ Դե տարբեր կոն է վերցրու կա։ Մի հատ եմ թեկուս մի հատ սպագեցի վերցնես։ Այդ երկինը չի լինի, երկինը չի։ Այդ է թանգը։ Ես ինչ եմ վետալի։ Գարգու տարբեր գներ ես վերցրե չէ մի ռոպե։ Նայ, էսի տարբեր գներ են։ 265։ Հա, տարբեր գներ ես վերցրե չեն իմանանից թվում է։ Մի հատ դրանից վերցրեցի, հա, բարի լավ վերցրու։ Բարի լավ վերցրու։ Մի հատ սովորական սպագեցի, էլ էսի մի տեսակ նայի լապշայի նման է։ Բարիլայի 5 կամ 7 նորմալ է։ Հայնա 5 կողտնակակ։ Հա։ Սիրելիներս, վերջապես մենք վերջացրեցինք մեր գնումները և վերադարձել ենք տուն։ Հիմա երևի ըստ ավանդույթի ցույց տամ ինչ ենք գնել, որովհետև Lidl առանց ձեզ ենք մտել, հետո բաներ կար, որ գնել ենք իրեր կար, որ չեմ նկարել, որովհետև մեր կադոնայում ահա որ շատ մարդ կար, մենք էլ մտածեցինք երկու շաբթի այդքան մարդ չի լինի, բայց երևի բոլորը մեր նման են մտածել։ Ինչևից է, գնումները կատարեցինք, դուրս եկանք,
բան կարմիր պղպեղա գնեցինք, բայց նեխուր չեմ գնեմ, մոռացել եմ, որ ըստ գրածի չենք գնում, չնայած երբեք չի լինում, որ ցուցակով գնանք խանութ, երբեք, ու զարմանում եմ, միշտ որ ցուցակով գալիս են, ու հավատում եմ, որ ցուցակով էլ կգնան իսպանացիները, բայց մեր մոտ հաստատ չի ստացվում։ Հիմա ցույց տամ Lidl-ից ինչ ենք գնել, նոր անցնենք մնացած խանութներին։ Այսինքն Lidl ենք մտել, Mercadona ենք մտել եւ Carrefour ենք մտել։ Aldi երևի 1000-ից 1 ենք մտնում, ուզում ենք այս անգամ մտնենք պանիր գնելու համար, այնտեղից պանիր ենք գնում, Lidl-ում չկար մեր ուզած պանիրը, փակ էր, ինչ որ վերանորոգում էր մինչեւ ամսի 2-ը, մի խոսքով Aldi դրա համար չմտանք։ Ամուսնուս ամենաչսիրած խանութն է Aldi-ն, որը երևի ամիսը մի անգամ կամ 3-4 ամիսը մի անգամ ենք մտնում, չի սիրում այդ խանութը։ Մի խոսքով հիմա անցնենք մեր գնումներին։ Այսքան բանն են գնել Lidl-ից, խոզի միս ենք գնել 3 կիլոյե, կիլոգրամ նաժեր 5.29, սա ինչքան գիտեմ վզի մասն է ու շատ փափուկ, շատ լավն է լինում, ջեռոցում դնելու համար շատ հարմար է։ Սա եմ գնել, այստեղ չերի տեսակի լոլիկ ենք գնել, այստեղ այսպիսի համեմունք ենք գնել, ես սիրում եմ տարբեր տեսակի համեմունքներ, օգտագործում եմ շատ համեմունքներ ես, սա են գնել, գորգոնզոլա տեսակի պանիր են գնել էինք մի անգամ, շատ հաջող էր, լավն էր, տուրներս եկավ, նորից են գնել, այստեղ այս տեսակի փոքրիկ վարունգներ և կատնաշոր են գնել, սննդային արժեքը B-ը, եթե լիներ ավելի լավ, բայց B-ն էլ վատ չի, և այս շատ համով այս կատնաշորները, և սա են գնել, այսքանն էր Lidl-ի գնումները։ Ուրեմն Mercadona-ից գնել ենք հաց, երկու ձևի հաց ենք, սև հաց ենք վերցրել, դնում եմ սարսախցիկը, թարմ մնում է, հաց եմ վերցրել այս տեսակի, այստեղ կարակ եմ վերցրել, մյուսը երևի մյուս տոպրակի մեջ է, 2 հատ կարակ, սև պղպեղ վերցրեցինք, այստեղ հավ եմ վերցրել, ամբողջական, հավի դոշել եմ վերցրել և մյուս տոպրակի մեջ էր, ամանները լվալու հեղուկ ֆերի ենք վերցրել, այստեղ անկեղծ ասած հայերեն տարբերակը չեմ հիշում, սպիրալ ենք վերցրել, աղբի տոպրակ եմ վերցրել, Ցեզեր աղցան պատրաստելու համար մի անգամից պատրաստի սոուսը արդեն, բավականին լավն է, Mercadona-ինը, համը լավն է, վերցնում եմ։ Այստեղ այսպիսի ֆլան է կոչվում, համով է, վանիլային և կարամելը, շատ համով է, սա, այստեղ բանան, այսօր ոնց որ միրգ չկա, բանան ենք վերցրել, հեսա հավի դոշը, հավի կրսկամիս ենք վերցրել, այս տեսակի, չգիտեմ, իմ համար նորություն էր, երբևիցե Mercadona-ից չենք վերցրել, կամ տուփն են փոխել, այս կանֆետներից ենք վերցրել, այստեղ կանֆետներ են լինում, քաղցրավենիք, կոնֆետներ, որ գիտեք սեզոնային է, այսինքն լինում է միայն նոր տարվա Սուրբ Ծննդից առաջ մինչև վերջ, հունվարի վերջ մինչև երևի ու արդեն դրանից հետո էլ չի լինում մինչև հաջորդ տարի։ Այդպիսի սեզոնային կոնֆետներ, հավաքածուներ, կոնֆետների, թխվածքա բլիթներ, կեֆիր ենք վերցրել Mercadona-ինը, երևի ամենահաջողը Mercadona-ինն է, 2 հատ էլ սրանից ենք վերցրել, այստեղ այսպիսի սպունգ և կապսուլայով սուրճ առանց կոֆեինի, կոֆեինը հանած, դա հանձեռոցիկ ենք վերցրել սովորական, այստեղ ձու, սա դաշտում պահած հավի ձու է, այստեղ սունկ, ավելի մանրն ենք ուզում, մարինադ ենք ուզում պատրաստել սնկի,
Սա է երևի ամենամանրը, խոսքով սա։ Այստեղ թուզ, շատ համով է մերկադոնայի թուզը, բավականին լավն է լինում, հիմնականում լավն է լինում թուզը վերցրել, հա, կարագի մեկը գտա, դնեմ այստեղ արդեն, կեֆիրի մյուսն էլ գտա մյուս տոպրակից, այստեղ այսպիսի աղի թխվածքաբլիթեր երևի ասեմ չկա, դա ենք վերցրել և հապալաս, շատ համով է, շատ լավն է, շատ օգտակար է, սա ենք վերցրել, չգիտեմ մերկադոնայից կարծես թե կարտոֆիլ եմ վերցրել, որը դե բնականը ցույց չեմ տա կարտոֆիլը, երևի այսքանն էր մերկադոնայի գնումները, հիմա սա հավաքեմ, դժվար գործը անեմ, երևի կարիֆուր եմ եկել գնումները ցույց տամ։ Մինչև հավաքել է, այստեղ սա հետաքրքիր էր, ինչ տիպի էր, այստեղ առանձին տոպրակների մեջ այսպիսի կոնֆետներա, ինքը կոկոսի համով է, իսկ թվում է սա նմանացրել են Ռոշերին, Ռաֆայելո ինչ է, Ռոշերին են երևի նմանացրել, բայց չէ, նման չի, չգիտեմ, այսպիսի կոնֆետները։ Ասեմ, ավելի շատ բաունցի էին նման, մեջն էլ տեսակն է, ավելի շատ բաունցի էր նման, վատը չէր, իհարկե բաունցի չի լինի, բայց բաունցի չի հասնի, բայց վատը չէր, խոսքել։ Այստեղ կարիֆուրից բավականին հաջող պղպեղներ էին, կարմիր պղպեղ, ոչ փակելու համար, հիմա մարինադ, չգիտեմ կարմիր պղպեղ որ անում են, դա հիմա ուտելու համար, ոչ փակելու, սա գնեցինք, բայց նեխուրը մոռացանք, սխտորը ունեմ, բայց նեխուր չունենք, վաղը կառնեմ կպատրաստեմ, այստեղ կանաչ խնձոր, չգիտեմ, այս խնձորը միշտ իմ մոտ հիշողություն է, մեր Հայաստանում կա Սիմինենկո, չեմ կարա ճիշտն ասեմ, այդ սորտը շատ համով է, բայց հաստատ սա էդի չի, ուղղակի նման է։ Մի խոսքով կանաչ խնձոր, կանաչը ամենաօգտակարներից է խնձորը, ընդհանրապես կանաչ գույնը, ասում են ամենաօգտակարն է, մրգերից և բանջարեղենը։ Դա են գնել, ու այստեղ գալիս է արդեն քաղցրների շարքը, ամուսինս բավականին շատ քաղցր է գնել, այս համով սա շատ, այստեղ կիտկատ, տեսեք սննդային արժեքը ինչքան վատն է սրա, բայց միևնույն է գնել ենք, սա և այստեղ էլ այսպիսի թխվածքաբլիթ, սա սննդային արժեքը, արդեն անկախ ինձանից ուշադրություն եմ դարձնում խանութներում ցեյը, այսինքն ոչ լավն է, ոչ վատն է, ամենայն դեպս գրած է առանց շաքարի, և սա, քաղցրները ոնց որ չէ, սքանն էին, սա են գնել, այստեղ պարմեջանո ռեջանո, ասում են ամենալավը սա է, պարմեջանո ռեջանո պետք է գնել, իսկականն է սա, դա են գնել, այստեղ այսպիսի ապուր, սնկով ապուր է, շատ համով է, ինչ այլոց, մեկ պետք է լինում, որ տանը այսպիսի բան լինի, պատրաստի արդեն, սա են գնել, շատ լավն է, կա, դթումինը կա, շատ համով է, կա բանջարեղենով, գազար, դթում, դթմիկ, էլի շատ համով է, մի խոսքով տարբեր տեսակը կա, բայց չգիտեմ ամուսնուս ավելի շատ սունկը դուր եկավ, սունկն է գնել, բայց որ ասեմ ինչ շատ դուր է եկել, չէ, իրան սունկն է դուր եկա, երեքն է սունկ է գնել, այսինքն է վերցրել, երեքն է սունկ, սա, այստեղ ինչ են գնել, այստեղ մակարոններ, 2-3 տեսակի բարիլա, այս ռումոն էլ բավականին գովում են, լավն է, ես ոնց որ մի անգամ օգտագործել եմ այս ֆիրման, լավն էր, իտալական էլի մակարոնները, սա սպագեցի, այստեղ
բրինձ։ Այս բրինձը շատ լավն է լինում։ Բրինձ եմ գնել։ Այստեղ այսպիսի այս տեսակի պանիր են գնել, ճիշտն ասած չեմ փորձել, առաջին անգամ եմ սա գնել, փորձենք տեսնենք լավն է, թե լավը չի։ Սա էլ ինչ են գնել մեր Carrefour-ից, գնել են ձմերուկ, տեսակ արդեն ձմերուկը, երևի այսքանը, այլ ոչ ինչ ավել չենք գնել։ Երևի այսքանը, որ գնել ենք Carrefour-ից։ Սիրելիներս, երևի այսքանով ավարտեմ այսօրվա մեր վլոգը և բոլորիդ ցանկանում եմ, ինչպես միշտ մնացեք բարյավ և խաղաղ։ Պաչիկներ եմ ուղարկում բոլորիդ։